Ողջունեմ ձեզ բոլորդ սիրելի քույրեր եւ եղբայրներ Դեր Հիսուս Քրիստոսի անունով բարեկացեք Տերոջը դան եւ ներկայության մեջ Փառք իր սուրբ անվանը որ Տերը մեզ կմեկտեղե իր դան մեջ Եվ եթե այդպես է գողքի եղբորդ եւ քրոջդ հետ ողջունե եւ ասե բարեկացես իմ հորս դունը Մեր բոլորին հորը դունը, ամեն, փառք իր սուրբ անվանը, նաև ողջուներ գուղարկենք բոլոր անոնք, որոնք մեզի Facebook-ով եւ YouTube-ով գհետևին իրենց լավ քաչալերական խրատները, կոմենտները գտնեն, փառք իր սուրբ անվանը, շնորհակալ եմ ձեզ մե սիրելի քույրեր եւ եղբայրներ, հալելույա, փառք իր սուրբ անվանը Անցյալ գերագի շատ հատկանշական գիրագի էր, գիշեք Որդոնը դոնեցինք, բենդեգոստե, և թեև ես ֆիզիկապես ներգա չէի, բայց կհետևեի, այն ինչ որ մեր սիրելի Սակո եղբայրը հիանալի գերբով Սուրբ Հոգին թերը և կարևորության մասին խոսեցան մեր կյանքի մեջ։ Եվ անիկա սկսավ աշակերտներեն, և մինչև այսօր կշարունակվի։ Եվ որքան Սուրբ Հոգին թերը եւ կարևորությունը գճանչնանք, այնքան մեր կյանքին մեջ կտեսնենք քերբնական հոգեվոր ատմոսֆեր մեր կյանքի մեջը։ Եվ անոր համար է որ Սուրբ Հոգին ներկայությունը եւ լեցունությունը հարադեվ եղող բան է։ Բենդեգոստեի օրը բադահեցավ բաշտոնապես, բայց ամեն օր մեր կյանքի մեջ, ամեն գիրագի երբ կմեկտեղվենք բաշտամունքի ընթացքին, անոր ներկայությունով գլեցվենք։ Կհավատաս այս կարևոր ճշմարտության։ Առանց Սուրբ Հոգիի ներկործության եւ ներկայության մեր կյանքը կդառնա աշխարհային։ Եվ երբ կգարտանք Կորձարակելոցը գահանտիբինգ այս թեպքը երկրորդ գլխուն մեջ Սուրբ Հոգին բաշտոնական էջքը աշակերտներուն վրա 120 մոդավորապես Գիտեք անիկա անցյալ գիրագի երբ դոնեցինք եղբայրը շատ գեղեցիկ կերպով ցեզի նկարագրեց Գուզեմ այսօր մնալ նույն քրքին մեջը Գիտեք եթե այսպես բաթմության վերադառնանք Գտեսնենք, որ եթե մարդիկ եղած են նշանավոր, համբավավոր, եղած են արվեստագետ, եղած են բատմապան, եղած են Աստծո ծառաները մեծ հոգևոր անձնավորություններ։ Շատ բաներ իրենց մասին հետակային գրծած ենք գիտնալ, երբ անոնք հուշադեդր ունեցած են։ Արորիա արցանակրության դեդրակներ Եվ երբ մահեն ետք այդ հուշադեդրը կդած են և սկսած են սերդել, բրբդել ի հայտ կուկա այդ անձնավորության կյանքի մեջ այնպիսի իրականություններ այնպիսի անձնավորության քիծեր այնպիսի սովորություններ որոնք պատճառ դարձած են իր մեծ անձնավորությունը լալուն։ Օրինակի համար 19-րդ դարուն սկիզբները Գերմանիո մեջ երեխա մծնավ Ջորջ Մյուլլեր անունով։ Եթե լսած եք։ Այս անձը ետքը Անգլիա գանցնի եւ իր սրդին վրա ասված կտնե որբ երեխաներուն հոգ տանի, երբ կտեսնի Անգլիո թաղերուն փողոցներում մեջ երեխաներ, որոնք անդիրական են, զանոնք կհավաքե եւ կսկսի անոնց հոգ տանելու։ Եվ այն ժամանակին մեծակույն որբանոցը գհիմնե քայլ առ քայլ հավատքի քայլերով։ Մինչև 2000 որբեր գրծած է բահել իր հայտ հարգին դագը։ Ամեն անգամ որ գարիք ունենար գերցնելու այդ երեխաներուն Արավոդյան գելլեր եւ ինչ որ գար կփաշխեր եւ այդ երեխաները կգշտանային Գեսորվա ջահ չէր մնացած
հուշադեդրի մեջ երբ հետակային մարդիկ սկսան բրբդելու գտեսնեն թե ինչպես Ջորջ Մյուլլեր արձանագրած է որ ամենեն դժվար բահուն երբ ովևէ մեկ բան չի հարամցնելու ես ձունգի ու կայի դերոջ արջև եւ իր արջև գտնեի իմ դժվարությունս երեխաներուն անօթությունը եւ Աստծո հետ ուխտ ըրած էի որ ոչ մեկուն թիմեմ բացի իրմե եւ շատ բադահայաց է որ ժամը 12-ին դուր գզարնվի որ բանոցին եւ մարտիկ մեծ ամաններով ջաշ կբերեն երեխաներուն առանց ովևէ մեկ գապ ունենալու այս բոլորը իր հուշադեդրեն հետակային մարտիկ գիտցան թե ինչպես Ջորջ Մյուլլեր աղոտքի մարդ էր երբ սենյակը մտան դեսան իրան գողին կողքին կորքին վրա երկու հատ ծակ կա իր ձունգերուն դեղը հուշադեդրեր շատ անգամ մարդոց մեծությունը ի հայտ կանեն նույնիսկ անիգա մահվնեն ետք Քրիստոսի միանալեն ետք ինչու այս օրինակը գբերեմ եթե մենք դեսանք արաքյանները Պենտեկոստե օրը Սուրբ Հոգին անոնց վրա հայր հաջեցավ որ ուղարկե բոլորը Սուրբ Հոգիով լեցվեցան եւ լեզուներով սկսան խոսելու եւ ելան քարոզեցին եւ իրենց քարոզով 3000 հոգիներ առաջին քարոզով Պետրոսին 3000 հոգիներ ապաշխարեցին դերոջ եկան եթե ուզենք արաքյաններուն հուշադեդրին երթալ Ձեր գարձիկով ուր պետք է երթանք Գիտեմ Աստծո բայց կորզնականորեն կորզարակելոցին կորզարակելոցը հուշադեդրն է արաքյալներուն եւ աշակերտներուն թե ինչ ըրին այդ Պենտեկոստեի փառավոր օրվնե ետքը երբ կգարտաս կդեսնես թե ինչպես Ղուկաս ավետարանիչ որ եղած էր բժիշկ եւ եղած էր Պողոս Արաքյալի կորձագից արցանակրեց աշակերտներուն հուշադեդրը գարձես ըսավ ես ձեր հուշադեդրը պիտի վերցնեմ եւ սկսավ արցանակրելու եւ շնորհակալ եմ Ղուկասեն որ այս մեկ հրավ որտեւ երբ մենք գուքանք եւ գսկսինք կարդալու գտեսնենք թե արաքյալներուն կյանքի մեջ ինչ բաներ փոխվեցան Պենտեկոստեին յետք գիտեք շատ բաներ գտեսնես որ փոխված էին արաքյալներուն եւ աշակերտներուն կյանքի մեջ նոր հոգեվոր ընթացք նոր մտածելակերպ որ կապված է թագավորության հետ նոր վստահություն եւ քաջություն իշխանության հասկացողությունը թե դերը այդ իշխանությունը իրենց տվավ ընելու այնինչ որ դերը ըսավ որ ինձ մե ավելի մեծ գործեր բիդնեք այս բոլորը աշակերտներուն կյանքին մեջ գտեսնենք Ղուկաս ավետարանիչ գարցանակրե կորզարակելոցի մեջ եւ երբ կգարտայի քանի մը այսպես թեփկեր դերը սրդիս վրա տրավորցեց ետ կիսվիմ ինչ բաներ գտեսնենք հիմնականորեն փոխվեցավ աշակերտներուն կյանքի մեջ Գարտամ ցեզի սիրելիներ Կորզարակելոց երկրորդ գլխուն 44-րդ համարը Կորզարակելոց երկրորդ գլխուն 44-րդ համարը Սա երկրորդ գլուխն է այսինքն այն գլուխն է որ Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեի օր աշակերտներուն վրա Սա նույն գլուխն է Եվ այսպես կգարտանք Անուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո ամեն Բոլոր հավատացյալները մեկտեղ էին եւ ամեն բաներնին հասարակած էր Տերևս չհասկանանք ինչ կնշանակե ամեն բաներնին հասարակած էր Քիչ ավելի մեկնաբանական գերբով Ղուկաս ավետարանիչը գբացադրե 4-րդ գլխուն 32-րդ համարի մեջ Գուզես հասկանալ ինչ կնշանակե հասարակած էր 4-րդ գլխուն 32-րդ համարը գարտանք Եվ հավատացյալներուն բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էին Անոնց մեկը չեր ըսեր իր ստացվածներեն մեկուն համար թե իրն է Հաբա իրենց ամեն բաները հասարակած կսեբեին
Ամեն բաներին հասարակած գսեբեին այս համարի մեջ գհասկանանք թե ինչի մասին գխոսի։ Շարունակեմ, առաքյալները մեծ զորությունով վգա էին Տեր Հիսուսին հարությանը, անոնց ամենուն վրա մեծ շնորհ կար, անոնց մեջ գարոդություն քաշողը չկար, վասնզի անոնք որ ակարակներու կամ դուներու դեր էին, գծախեին եւ Ձախվածներուն քիները գփերեին ու առաքյալներուն ոտքը գտնեին ու ամեն մեկուն իր գարորդությանը նայելով գփաժնվեր։ Դեր օրներ խոսքը հրամեցեք։ Շատ զորավոր էր, չէ՞։ Վստահեցնեմ ցեզի, ոչ մեկերնետ պիտի խնդրեմ, որ կացեք ծեր դուները, ծեր ակարակները ձախեցեք։ Եվ բերեք եկեղեցին տրեք, ոչ մեկերնետ պիտի բանջեմ այդ մեկը։ Բայց եւ այնպես կուզեմ հոգին առնենք ասոր։ Նայեցեք, նույնիսկ աշակերտները Պենտեկոստեին առաջ, ինչպես այսօր, ովևէ մեկանց, որ Սուրբ Հոգին չունի եւ Սուրբ Հոգիով չելեցված, նույն խորհուրդով եւ նույն մտածումով հասկացած է եւ ապրած է, թե իմս է, ինձի կպատկանի, ինձի կվերապերի։ Պենտեկոստեի օրը սիրելիներ, երբ աշակերտները եկան Պենտեկոստեի այդ 10 օրերու աղոթքին հավաքվեցան վերնադան մեջ, ամեն մեկը եկավ իր եսովը, ամեն մեկը եկավ իմ բաժինովս, իմսովը։ Երբ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ, առաջին բանը, որ իրենց կյանքին մեջ փոխվեցավ, իմս եւ եսը։ Գիտեք ինչի վերածվեցավ։ Մերը։ Փոլորիսը։ Գիտեք, չեմ կարծեր, որ աշակերտներեն ովևէ մեկը խորհուրդ ըրավ, թե կացեք ծեր դուները եւ ծեր ակարակները ձախեցեք։ Չեմ կարծեր այդպիսի առաջարկ մեկավ։ Չեմ կարծեր, որ Պետրոս Արաքյալ Գիրագյորը ելավ քարոզելու եւ ասավ սիրելի եղբայրներ, կացեք ծեր դուները, ծեր ակարակները, ծեր ստացվածները ձախեցեք եւ եկեք եւ բերեք անոնք մեզի։ Չեմ կարծեր այդպիսի քարոզ մեղավ։ Ինչն էր այս աշակերտներուն եւ առաքյալներուն փոխող բաճարը, փոխվելու բաճարը։ Սուրբ Հոգին էր։ Սուրբ Հոգին մեզ գփոխե իմինս լալեն մերը։ Գնախնդրե Սուրբ Հոգին քեզ սորվեցնել, որ փոխանա քու բաժինդ, քու արժեքներդ, քու շահերդ փնտրելու փոլորին շահերը, մեր փոլորին շահերը։ Անորոմար աշակերտներուն մեջ եղան անձեր, որոնք նույնիսկ կացին եւ թերևս ակարակ մուներ, թերևս հավելյալ դուն մուներ, գալված մուներ, որ թերևս գեցած էր եւ օկուդալ չուներ, կացին եւ ձախեցին, փերին եւ բոլոր քումարը աշակերտներուն արչեւ տրին։ Այս մեկը սելով գուզեմ փագակից մփանալոստե։ Երբ այդ Կումարները փերին եւ աշակերտներուն ոտքերուն տրին, գարտացինք, որ աշակերտները սկսան փաշխելու եւ դալու ամեն անոնք, որոնք կարոդիալ էին, անոնք, որոնք պետք ունեին եւ մեկը, ոչ մեկը բանի մգարոդ ուներ։ Գիտեք ինչ կուզեմ ծեր աչքերուն արչեւ տնել, այս առաջին պատկերի մեջ, թե երկու խմբակ կար։ Առաջին տարու եկեղեցի մեջ երկու խմբակ կար։ Առաջինը գարիկ լեցնողներն էին, իսկ երկրորդը գարիկ ունեցողներն էին։ Եվ երբեմն մենք ինչ կգարձենք, գարիկը լեցնելը եւ գարիկ ունենալը եւ գարիկ ստանալը գախյալ է իմ ունեցած հարստութենես, իմ ունեցած բանկի հաշիվես, account-ես։ Երբեք։ Գիտեք, Սուրբ Հոգին անոնց որոնք վրա հանգչեցավ եւ անոնք որոնք լեցվեցան, օծությունը արին, անոնք գարիկ ստանալե փոխվեցան գարիկ լեցնողներու։
Եվ գիտեք եկեղեցին մեջ այս խմբակը պետք է որ լա եւ այս խմբակը պետք է որ ավելնա։ Գիտեք գրնամսել որ դագավին մինչև այսօր ինչպես առաջին տարու եկեղեցի մեջ մինչև այսօր ոմանք կան որ գարիք ունին միշտ պետք ունին չեմ խոսիր անպայմանորեն նյութականի մասին չնայած նյութականն ներառյալ է սորված ենք առնելը սորված ենք ունենալը սորված ենք ցերկ բանալ եւ ստանալը եւ ասիկա մեր կյանքին մեջ անցյալեն քալով մեր հավատքի կյանքի մեջ նույն երևույթը կշարունակվի շատ անգամ ուշադրության գցանկանք պետք է որ այս անձը ինձի հարկանքի գարիքը ունինք ուշադրության գարիքը ունինք բադվելու գարիքը ունինք ունենալու գարիքը ունինք գիտեք Սուրբ Հոգին կորձը մեզ տրանսֆորմնել է մեզ փոխել է որքանալ չունիս այս խոսքերուն լավ լսե որքանալ չունիս Սուրբ Հոգին գրնա քեզ դվողի վերածել քան ստանալ է իր քով ունեցած զորությունը քեզ տրանսֆորմն է որ դու դվողը լաս քան առնող Ես չեմ ասել որ առնողը անպայմանորեն մեղավոր է անպայմանորեն եկեղեցի են դուրս է չէ բայց Սուրբ Հոգին կորձը մեր ամեն մեկուս կյանքի մեջ երբ անիկա մեր մեջ կհանգչի եւ անիկա գդիրե մեր կյանքին վրա եւ գսե որ ես եմ քու դերդ եւ դու հրաման կուտաս արիդ կուտաս իրեն որ դիրե քեզ կփոխե դվողի դվողները անոնք են որոնք հասունցած են հավատքի կյանքի մեջ արմադացած են խորացած են չեմ խոսիր դարիներու երկարության մասին գխոսիմ անձնավորության փոփոխության մասին երբ գտեսնե գարիք կա եւ այդ գարիքը լեցնելու առանց ովևէ մեգումը միջամտության պատրաստ կլա Անիկա գրնա նյութականը լալ անիկա գրնա խրադականը լալ անիկա գրնա քաչալերականը լալ անիկա գրնա Ֆիզիկական օգնությունը լալ քեզ եւ զիս կփոխե այս մեկը լալու Սուրբ Հոգին կորձը այս է աշակերտները եւ առաքյալները եւ հոն գտնվող հոց բազմության մեջ ահավոր գերբով մարդիկ այս տրանսֆորմեյշն ունեցան Երևակայեցեք ես կգարձեմ թե այդ չրջանին շատ հարուստ էր եկեղեցին հարստացավ մեկ անգամ միշտ քանի օրերու մեջ մեկ ալդեսան որ այսպես ասեմ Եթե օրինակ մեր կովեն մի քանի հոգիներ իրենց դուները գալվազները ծախեն եւ բերեն մենք աստեղ 5-10 միլիոն դոլար կունենանք ամենեկիչ միայն եթե 2-3 հոգի 4 հոգի ծախե եւ եթե եկեցիմը 5-10 միլիոն դոլար cash ունի իր bank account-ի մեջ կսես այս եկեցին հարուստ եկեցի եկեցին հանգարց հարստացավ բոլորին գարիքները լեցվեցան գիտեք Դարիներ մենք սորվեցանք մեր կյանքին մեջ մեր առաջ որ հավատքի կյանքի մեջ էինք եւ յետ գնալ հավատքի կյանքի մեջ շատ մբարականներ եղան սորվեցանք մենք ունենալ, ստանալ, խնդրել, առնել, բահանջել այս մեկը մեր անձնավորության մեջ մտավ Սուրբ Հոգին կփոխի այս մեկը եւ քեզ գնե դվող առանց նայելու քու ունեցածիդ Առանց նայելու թե ինչ ունիս եւ որքանով բավարար է քեզ անիգա Այդ այրի գինը երկու լումա ուներ եւ այդ երկու լուման կանցանակի մեջ դրավ Այս թեփքը կորզնական փոփոխություններ դեսանելի փոփոխություններ աշակերտներուն նայեցեք այն նյութը որ Տրամի հետ գաբունի եւ հավատացյալներուն կյանքի մեջ տրանսֆորմեյշն գլա ես այնտեղ գգենամ քարխար կանեմ եւ գսեմ սա Սուրբ Հոգին ներգործությունն է
Որովհետև շատ անգամներ տրամը, նյութը, հարստությունը, գիտեք, եկեղեցիներում մեջ միշտ ալ քարոզված է, միշտ ալ հրճակված է եւ մարդոց ուշադրություն անով վրա է։ Առնենք, ունենանք այսօր քեզի 10 միլիոն դոլար պիտի կա, քալ շաբաթ քեզի 5 միլիոնը ջամփան է գուկա, գիտեք, ասպիսի մարգարեություններ կան։ It's on his way, գուկա, ջամփան է։ Հավատքով գեցիր եւ սպասե ու պիտի ստանաս, այսպիսի խոսքեր, այսպիսի քարոզություններ շատ կան։ Հարստանալու մեծակույն միջոցը դալն է։ Մեկ օքի միան ամենը սավ։ Ավելի լավ է կրբանիս մեջ մնա։ Գնաս ինքզինքիդ մեկ հատ այսպես նայել եւ տեսնել, որ արդյոք Սուրբ Հոգիով լեցվել այդ ետքը, այս փոփոխություն եղավ կյանքիդ մեջ, Սուրբ Հոգիով եւ Սուրբ Հոգին քո վրա եկավ հանգեցավ, այս փոփոխություն եղավ, առաջ որ գսիրեիր տրամը, հաշիվները շատ մանրագրգիտ կնեիր, հիմա նույնը չես, մանավանդ երբ թակավորությունն է, աշակերտներուն կյանքի մեջ այս փոփոխություն եղավ, եւ ինձ համար նորեն գտնեմ տրամի հետ առնչություն ունեցող նյութը, երբ որ հավատացյալի կյանքի մեջ փոփոխություն հարաճ կա, ես գիտեմ, որ այնտեղ մեծ ներգործություն կա Սուրբ Հոգին։ Երկրորդ բանը, որ գտեսնենք Սուրբ Հոգին հանգչելեն վեճ փոփոխություն եղավ, հալածանքներուն, որոնք իրենց սկսան հանդիպել բիդիկային հաշտվեցան հալածանքներուն։ Հալածանքներուն հաշտվեցան։ Գիտեք, ներկայիս աշխարհի մեջ քանի երկիրներ կան, որոնց մեջ հալածանք կա քրիստոնեության համար։ Անոր գողքին հարյուրավոր երկիր կա, ավելի քան 200 երկիր կա, որոնց մեջ հալածանք չի կա։ Քանի մի երկիրներ կա, Չինաստանի մեջ հալածանք կա, Նորթ Կորեայի մեջ հալածանք կա, Բարսկաստանի մեջ հալածանք կա, այս երկիրներում մեջ հալածանք կա քրիստոնեության համար, եթե քրիստոնյա ես կրնաս հալածվել, եւ նույնիսկ կրնա անիգա քեզ մինչև մահվան տանել։ Աշակերտները, երբ որ Հիսուսի հետ էին շատ ապահով կյանք ապրեցան, ցեզի ասեմ, այնքան ապահով էր իրենց կյանքը, վստահած էին իրենց վարդապետին, վարդապետը ովևէ մեկ հալածանք մկար, ովևէ մեկ դժվարություն մկար, վարդապետնից հարցը գլուծեր։ Աշակերտները այսպես ոտքերին բաղ ջուրի մեջ դրած հանգիստ էին։ Բայց երբ Հիսուս իրենց կսեր, որ հետակային նույնը չէ, հալածանքներ պիտի կան, անոնք կլսեին, բայց չէին իմանար։ Երբ Սուրբ Հոգին եկավ, իրենց վրա հանգեցավ, հասկացան, որ հալածանքը, հաջիս այս խոսքերուն լավ ուշադրություն է, հալածանքը միակ կերպն է ավետարանին դարացման։ Եթե իրենք հալածանքեն պիտի վրիբեին, պիտի փախչեին, ավետարանը պիտի չի կարոզվեր։ Եվ Հիսուսի այն բադվերը, որ աշակերտներուն ասավ, քացեք բոլոր աշխարհը եւ այս ավետարանը կարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Սա պիտի չի իրականանար։ Հալածանքին հետ հաշտվեցան։ Եվ գիտեք, 4-րդ գլուխը գարտամ ցեզի։ Երբ 3-րդ գլխում մեջ Պետրոս եւ Հովանես դաջար գերտային եւ հոնդեղ իձնե գամը գար, գիշական տեպքը չէ։ Եվ այդ անցին բժշկություն դվին, եւ այդ անցը բժշկվեցավ եւ ոտքի ելավ եւ սկսավ ցածկելու բարելու եւ իրենց հետ դաջար մտավ։ Եվ հանգարց փարիսեցիները, թբիրները, քահանաները եկան եւ զիրեն կսեցերփակալեցին Հովանեսին եւ Պետրոսին։ Դարին զանոնք ձեծեցին եւ խստիվ զիրենք բադվիրեցին, աստարարեցին, ասելով որ չլա թե մեմ միևս Հիսուսի անունով կարոզես։ Գիտեք աշակերտները, երբ որ ելան, ինչ եղավ։ Ինչ իրենց ապրումներում մասին ինչ կգարտանք, ուրախացան, որ Հիսուս Քրիստոսի անունին համար հալածանք կրեցին։ Հիմա Փավե ասիկա չէ,
Կասին աշակերտներուն եկեղեցին միացան, հավատագիցներուն միացան եւ իրենց պատմեցին։ Եվ գիտեք հոնդերը այդ հավաքին մեջը ելան աղոտ կրին։ Գուզեմ ցեզի աղոտ կգարտալ եւ նայեցեք թե արաքյանները եւ աշակերտները, որոնք Սուրբ Հոգիով լեցված էին, ինչպես հաշտվեցան հալածանքին հետ։ Նայեցեք ինչ աղոթեցին։ Ցեզի գարտամ 4-րդ գլխում, նորեն 4-րդ գլխում մեջն են, 24-րդ համարը գարտամ ցեզի, 24-րդ համարեն։ Եվ անգերցակվելով իրենց խումբին կովքացին ու բատմեցին ինչ որ քահանաբետները եւ ձերերը իրենց ըսած էին։ Խումբին բատմեցին, նայեցեք։ Անոնք ալ երբ լսեցին միապանության ցայներնին Աստծո վերցուցին ասելով. Ով դեր Տուն ես Աստվածը, որ երկինքը ու երգիրը եւ ձովը ու բոլոր անոնց մեջ եղածները ստեղծեցիր։ Կովապանությամբ սկսան։ Բաշտելու այն Աստվածը, որ ստեղծակորձ է, ամեն բան ստեղծած է։ Որ քուդ զարայի Դավիթին բերնով խոսեցար, ինչու հեթանոսները խրավություն ունեն ու ժողովուրդները բարապ բաներ մտածեն։ Երկրի թագավորները բադրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողովեցան դերոջը թեմ եւ անորոձիալին թեմ։ Քանզի արտարև այս քաղաքի մեջ հավաքվեցան քու Սուրբ որդի Հիսուսին վրա, որ տուն օծեցիր, Հերովդես եւ Բոնդացի Բիղադոս, ասկերուն հետ ու Իսրայելի ժողովուրդներուն հետ, ըրին ինչ որ քու ցերկդ եւ խորուրդը սահմանեց առաջվնե որը լա։ Ասին դեր այն ինչ որ բադայեցա բոլորը քու ծրակիրը դեր։ Եվ տուն կորզածեցիր այս անձեր անունները գիշեն։ Եվ հիմա այս բաժինը գարտամ ցեզի ուշադրություն ըրեք։ Եվ հիմա ով դեր նայե անոնց սպառնալիքներուն նայե անոնց սպառնալիքներուն նայե ով դեր ասոնք բոլորը մեզ կսպառնան մեզի գհալածեն մեր ցանկը վտանգի մեջ է մեզ պիտի մերցնեն ինչպես Հիսուսի խաչեցին մեծ հավանությունով մեզա պիտի խաչեն նայեցեք ինչ կսեն աշակերտները Եվ հիմա ով դեր նայե անոնց սպառնալիքներուն ու շնորհեք ու ծարաներուդ որբեսի բոլոր համարցակությունով քու խոսքդ խոսինք Չենսեր ով դեր նայիր անոնց հալածակներուն եւ մեզ փրկե ով դեր մեզ ազատե չլաթե մենգալ մերլին չլաթե մենգալ չարչարվին չլաթե մեզալ արյուզներու կուպնեդեն Ով դեր հալածանքը գա եւ հալածանքը պիտի շարունակվի փաստուն մեզ զորություն դուր որբեսի շարունակեն քու խոսքը տարածել Հաշտված էին հալածանքին հետ Այսօր եկեղեցիներ կան սիրելիներ միայն կքարոզեն փարոր կյանքի մասին Գխոսին լավիշ կյանքի մասին Գխոսին միայն թե պիտի դա դերը քեզի պիտի օրտնե քեզի դերը Տուն պիտի հարստանաս տուն պիտի բարձրանաս ամեն բան կքարոզեն բացի հալածանքը Հալածանքի մասին խոսք չի գա նույն չի գա Գիտեք Պողոս Արաքյալ Երբ որ հալածանքներու մասին խոսեր ինչ փառք կորզածեց Ուրախ եմ ավելի նշանակելից փառը կորզածեց երբ որ գխոսիր հալածանքներու նեղություններու մասին Համոզված եմ Thank you Քևոք եղբայր Համոզված եմ հալածանքներուց նեղություններուց համոզված եմ Գիտեք անոնց Սուրբ Հոգիով լեցվեցան եւ իրենց լավիշ կյանքի փափակը փոխվեցավ համոզումի որ եթե ես Քրիստոսի համար բիդաբրիմ հալածանքը ինձի համար հաշտված բան է Այսօր գիտեք ովևէ մեկ անց մկա եւ մեզի մեր հավատքի մասին խոսի ամիջապես կնեղանանք Ամիջապես երես կդարձնենք Տերևս մեր հարաբերությունը կսահմանենք այդ անձին հետ Աշակերտներուն համար Սուրբ Հոգիով լեցված հավատացյալներուն համար մահը բսագեր Հալածանքը իրենց համար ընդունված էր հաշտելի էր համոզված էին Գիտեք Արաքյալը ինչ կսե Եվ անոնք որոնք կուզեն Աստված պաշտությունով ապրիլ Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի գրեն Այս խոսքը առաջին թարու հավատացյալներուն համար չէ միայն
Այս խոսքը նաև 21-րդ թարու հավատացյալներուն է։ Այս խոսքը քեզի է, ինձի է եւ բոլորիս է։ Անոնք, որոնք կուզեն գուզես Աստված պաշտությունով ապրիլ, գուզես Աստված պաշտությունով ապրիլ, հալածանք պիտի գրես։ Թեև հալածանքը գրնալ անցյալի նման սուրի պերնե անցնիլ չէ, արյուզներու արջև նետվիլ չէ, բայց հալածանքը պիտի շարունակվի։ Եվ պիտի շարունակվի, տերևս քեզ իրենց ընկերութեն են դուրս տնեն, տերևս քեզի անարգեն, տերևս քեզի կորձետ դուրս հանեն, ասեմ քեզի, քու Աստված բաշտությանդ պատճառով շատ բաներ է գրնան քեզ դուրս տնել, բայց քեզի ասեմ, սա է քրիստոնյայի բաշտոնը, տեսփանությունը երկրի վրա, իմ եւ քու։ Հալելույա։ Հաշտ էին հալածանքին։ Հոգերն ինչ էր։ Եթե իրենց արնեն դանին եւ ցերպակալեն, առաջին նախավգան երդասարդ տղամն էր, Ստեփանոս անունով։ Երդասարդ։ Չեմ գիտեր քանի տարեկան էր, դերևս 20 եւ something էր։ Հալածանքին հաշտ էր։ Զինք քարգոծեցին։ Սուրբ Հոգին երբ կյանքիդ մեջ գներկորձե օծությունը ունիս, հոգը չէ հալածանքը, ու որ երթաս Քրիստոս հետ կդանիս, գվգայես։ Գիտեք մենք էժյակացինք եւ դժբախտաբար մարդիկ անգլերեն չէին գիտեր։ Ասած էի նախաբես որ երթանք on Քրիստոսը վգայեն, Քրիստոսը փոխանցենք։ Մարդիկ անգլերեն չէին գիտեր։ Դժվարություն ունեցանք այդ մեկը անելու։ Շատ բզդիկ բաժինոմը գրցան գնել։ Ավետարանը Աստծո խոսքը բարի լուրը քու պաշտոնը դեպ մարդոց հասնելու։ Նույնիսկ եթե մարդիկ վրա ծիծաղին ասեն շատ old fashion ես, ասեն դքեդ ես, նույնիսկ էզի ասեն աղանդ ես, հա նոր կյանքին գեհդևիս, նոր կյանքի անդամ ես, նույնիսկ էզի աղանդ նկատեն, սիրելիներ, Քրիստոսը վգայելի մի գենար, հալածանքը քեզ գգերդե, գդաշե եւ Քրիստոսի գնամանցնե։ Եվ երրորդ եւ վերջին փոփոխությունը, որ եղավ, շատ հետաքրքրական է։ 5-րդ գլխում մեջ կհանդիպինք։ Զույգ մգային եւ թեփը ունեցան գիշեք այդ թեփքը Անանիա եւ Սապիրա։ Անանիա եւ Սապիրա։ Գիտեմ որ այս նյութը Անանիա եւ Սապիրայի նյութը դերևս մեզ ոմանք չեն սիրել լսել։ Չենք սիրել աս նյութը խոսիլ, բայց հուշադեդրը բացի 5-րդ գլխում մեջն է սկիզբներն է։ Եթե շարունակենք ուրիշ նյութեր գելեն, բայց սա առաջին։ Գիտեք սուտ խոսիլը, սդախոսությունը ներգայիս աշխարհի վրա, ինչպես անցյալին։ Ամենեն իմ գազիկովս ամենեն շատ կորձված մեղքն է եւ ամենեն թյուրուն կորձված մեղքն է։ 5 վարյան խոսակցության մեջ գրնանք 10 անգամ սուտ խոսիլ։ Չէ՞։ 5 վարյամա մեջ 10 սուտ գրնաս դեղավորել։ Նայեցեք որքան շատ եւ որքան թյուրուն դրամակլուխ պետք չէ։ Լեզունիս խոսիլ գիտես։ It's done. Ամենեն շատ մեղք կորձված մեղքը իմ գարզիկովս սուդն է եւ ամենեն թյուրուն կորձված մեղքը սուդն է։ Եվ մինչեւ այսօր աշխարհի մեջ ահավոր գերբով popularity ունի։ Սուդը այնքան popular է հիմա, ինչպես անցյալի մեջ, բայց երբ կուքան կտեսնենք աշակերտները Սուրբ Հոգիով լեցվեցան եւ Վերնադան մեջ բոլորին վրա իջավ եւ բոլորը հոգիով լեցվեցան, հանգարց սուդը ընդունելություն գտնալ է թատրեցավ իրենց մեջ։ Ամեն մարդու լեզվին վրա ճշմարտությունը եւ ճշմարտախոսությունը սկսավ։
Եվ որ զույգ մգային, որ հավանաբար այնպես չէին լեցված, ինչպես մյուս աշակերտները, եկան եւ սուտ խոսեցան, ձախեցին իրենց ակարագը, իրենց բաժինը մեջ են ուզեցին վերցնել եւ մեկ մասը դարին աշակերտներուն դվին։ Եվ ասին որ այս կումարը գուդանք քեզի, որովհետև մենք մեր ակարագը ձախեցինք։ Մյուսերը հավատացյալները գծախեին եւ բոլոր կումարը գվճարեին։ Ասոնք մտածեցին, գիտեք այսօրվա հասկացողությամբ ջարմիկ մենք կսենք, ասանք էքստրա խելացի։ Ուրիշ բառ ասենք աչքը շատ բաց է։ Այս զույգին աչքը շատ բաց էր, շատ ջարմիկ էին։ Իրարու հետ խոսեցան, ասին ինչ կսես գեսը մեզի բահենք մեր retirement-ին։ Գզերանանք դարիք միսկը մեզնա retirement-ին բահենք, միս գեսը ուտանք կսենք ամենը դվինք ով լուր բիտ ունենա։ Ուզեմ ձեր ուշադրության գրավել, իրենց ըրածը ինչ էր։ Եկեղեցին նպաստել էր, եկեղեցին օրհնել էր, իրենց ակարագը բիտ ծախեին, տրամը բիտ բերեին դային, սա եթե այսպես քո արջևդ որպես բատկեր նայես կսես, վաու, ինչ լավ բան է, ինչ բարիք է ասիգա, ինչպես մյուսերը ասոնքալ, բայց նայեցեք սիրելիներ, երբ որ այս արարքի մեջ նույնիսկ այդ արարքը այսպես ասենք բարեսիրական գործ էր եւ անոր մեջ սուտ մտավ, անոնց վախճանը շատ ահավոր էր։ Մեկը մյուսին ետևեն 3 ժամի դարբերությունով ինգան եւ մեռան։ Անով վրա գարտանք, որ եկեղեցին վրա վախ եկավ։ Ասին մենք կմերժենք սուդը։ Սուդը մեր կյանքի մեջ մաս եւ բաժին պիտի չունենա։ Գրնամսել, քիչ առաջ կխոսեի տրամի մասին, որ եթե Սուրբ Հոգին անցիմը վրա կա եւ այդ անցը Սուրբ Հոգիով լեցվի, առնելու, ստանալու պոզիցիոնեն դալու կվերածվի, ես նույնը գսեմ եւ նորեն գլխար կսկանեմ այն հավատացյալին արչեւ, որ սուդը իրավի պես խոսելու փորձառություն ունի, վարժ է եւ հանգարց իր կյանքի մեջ գսկսի ճշմարտությունը եւ ճշմարտախոսությունը իր կյանքին ուղինելա։ Նույնիսկ ամենեն բարձ եւ ամենեն աննշան դեպքերու մեջ, ամենեն փոքր հարցերու մեջ։ Գիտեք սիրելիներ, մենք այս երկրի մեջ կապրինք եւ այս երկիրը իր բեդությունով շատ օրտնված բեդություն մնե, հոգ կդանի, արժեք կուտա ժողովուրդին, երբ որ գարիկներ կանգլեցնեն եւ գիտեք շատ անգամ կտեսնեմ, շատ անգամ կլսեմ, որ ինչպես մարդիկ եւ հուսամ, որ մեզ ոչ մեկ անոնց մելա, հուսամ, ինչպես գոկտակորձեն, application-ը գարնեն, ուզած բաներին կլեցնեն, որբեսի benefit-ներ առնեն բեդութենեն։ Ճշմարտությունը կսրբեն, սուտ կտնեն եւ այդ սուտին փոխարեն իրենց նյութական benefit կառնեն։ Եղբայրներ, քույրեր, խնդրեմ ցեզ մե։ Մինեք նման բաներ։ Սուտ է եւ գիտեք առաջին թարու եկեղեցին մեջ այս թեփքը բադահեցավ։ Երկուքը ինգան եւ մերան որբեսի տուն եւ ես գիտնանք թե որքան Աստծո համար սուդը ադելի է որբեսի գիտնանք մենք որ սուդին հետ խաղ խաղանք ասիգա ջերմակ սուդ է ասի Փարի սուդ է ասիգա ասի վարդակույն սուդ է ասիգա չգիտեմ ինչ է գիտեք քույրեր եղբայրներ սա բոլորը Սուդության հայրին նգարակրություններն է։ Գիտեք ով է սուդության հայրը։ Սատանան է։ Հիսուս ինքը անուն տվավ իրեն, ասավ այս էյագը, այս անձնավորությունը սուդության հայրն է, որովհետև երբ կխոսի, գսե իրեններեն կխոսի, իր մեկը փխի սուդը, եւ անոնք, որոնք սուդ եւ սդախոսությունը իրենց կյանքին ապրելագեր բրած են, ներողամիտ եղեք։ Ներողամիտ եղեք, պիտի համարցակի մսելու։ Զինքը գոչես քո հայրդ։
Սուրբ Հոգին լեցունությունը փոփոխություն առաջ կբերե։ Եվ գիտեք, առաջին բանը, որ Աստված կփնտրե քու կյանքիդ մեջ, քու անձնավորությանդ մեջ փոփոխություն։ Բարգևները շատ կարևոր են, ամենը նվեր են, ինքը գուտա եւ ինքը կփաժնե եւ ինքը կշնորհե, շատ լավ են, շատ ավելի կարևոր են։ Անձնավորությանդ փոփոխությունը ցույց տուր Աստծո, որ քու անձդ փոխվեցավ, Սուրբ Հոգին լեցունություն երբ որ եկավ, քու կյանքիդ մեջ փոփոխություն առաջ եկան։ Մեկը բդուղ է, մեկը բարգև է, բարգևը նվեր է։ Սուրբ Հոգին գուտա որ գուզե։ Բդուղը երբ որ գլեցվի Սուրբ Հոգիով եւ Սուրբ Հոգին հնազանդ կլաս եւ գսկսի կյանքիդ մեջ փոփոխություններ առաջ գալ, բդուղները գսկսին դուրս գալու Երևան գալու։ Եկեղեցիներ կան իրենց վիտրինին մեջ թրել են բարգևները։ Նոր կյանքը իր վիտրինի մեջ նախ բդուղը գտնե։ Վերջը բարգևները։ Ցույց տուր Աստծո եւ յուրաքանչյուրիս, որ քու կյանքիդ մեջ փոփոխություն առաջ եկած է։ Սուրբ Հոգին ներկայությունը, Սուրբ Հոգին օծությունը, լեցունությունը, մգրդությունը քու կյանքիդ մեջ փոփոխություն առաջ բերավ։ Գտարնաս ստանալու գարիկներ սպասել է, գարիկներ լեցնող, գարիկներ դվող, օգնության հասող։ Հաշտ գլաս, նույնիսկ մարդիկ քու մասիդ անվայել խոսքեր խոսին, վարգապեգիչ խոսքեր խոսին, քեզ նվաստացնեն, հաշտ ես, գիտես, որ քեզ մե առաջ քու վարդապետի դրին։ Եվ ինչ էր Հիսուսի թիրքը, երբ որ զինքը թադաբարդեին, երբ որ իր մասին սկսան խոսելու, ինչ հրավ Հիսուս, ինչպես պատասխանեց, ով գիշե։ Թադաստանի օրը, թադարանին արջև, ինչպես պատասխանեց, ով գիշե։ Լրությամբ։ Մարդիկ ինչալ ասենք ու մասիդ, որքանալ քեզ վարձկեն, քիծիր, որ քեզ մե առաջ քու վարդապետի դրին, եւ քու վարդապետը լուր մնաց, ամեն ինչ, որ իր անձին հանդեպ նույնիսկ չպատասխանեց։ Հալածանքի հաշտ եղիր։ Եթե հաշտը լաց, վգայելու հոգիդ կսկսի թարմանալու։ Քաչությունով գլեցվիս, վգայելու պատրաստ կլաս, ուր երտաս կսկսիս Քրիստոսի հետ տանել։ Եվ քու եւ իմ բարդականությունը այն է։ Եվ երրորդ, ամենեն թյուրուն եւ ամենեն արագ եւ ամենեն շատ կործվող մեղքին վիզը գվոլորես։ Այս բարակային լեզուիդ վիզը գվոլորես։ Չեմ գիտեր իրական կբռնես գվոլորես, անիկա պիտի չաստե։ Հոգիով լեցվիս անիկա է որ գվոլորե։ Գսկսիս ճշմարտությունը խոսելու, ճշմարտախոսությունը քու սկզբունքդ կլա։ Նայեցեք, չեմ ասել, որ կյանքիդ մեջ թերևս գբադահի, որ երբեմն սխալ մը խոսեցար, սուտ մի ելավ պերանետ, չեմ խոսիր անոր մասին, գխոսիմ ապրելագերբի մասին, գխոսիմ երբ որ քու կյանքդ այդ սուդին վրա հիմնված է, եւ թուն այդ հիման վրա գոկտվիս, այն հիման վրա գաբրիս, այն հիման վրա գքոյադևես, եւ հոն սուդին, սուդը արմադն է, եւ անով վրա շինված է, բոլոր քու կյանքդ, անոր մասին գխոսիմ։ Ընդունելություն թող չգտնես սուդուկովդ։ Առաջին թարու եկեղեցին կյանքին մեջ սուդը դեղ չգտավ, պոպուլարիթի չունեցավ։ Ասին գմերժենք, չեն գուզեր։ Գմերժենք։ Ասուր փոքիով լեցվելու հիանալի հատկությունները կորզարակելոցի մեջ, աշակերտներուն կյանքի մեջ։ Հիմա քեզի հարցում ասե։ Այս 3 թեր դագավին 3 չէ, 6, 10, 20, 30, 50 թեփքեր կան, որոնք կտեսնես աշակերտներուն կյանքի մեջ ինչպես փոփոխության առաջ տարավ։ Հարցում ասա, սա 3 դեսանգյուններ են դիտված։ Գրնաս ասել քեզ դու անցիդ որ անցյալ գիրագիտուն Սուրբ Հոգիով լեցվեցար, Սուրբ Հոգիով օծվեցար, Սուրբ Հոգիով մգրդվեցար եւ անիկա քու կյանքիդ մեջ փոփոխություն առաջ բերավ։
Եթե այո, դերորդն է։ Եթե ոչ, Բենդեգոստեն չէ միակ օրը Սուրբ Հոգիով լեցվելու։ Գիտեք, չէ՞։ Բենդեգոստեն չէ միակ օրը Սուրբ Հոգիով լեցվելու։ Ամեն օր Բենդեգոստե եթե Սուրբ Հոգիով լեցվիս։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք։ Թող նոր կյանքի անդամներուն համար ամեն օր Բենդեգոստելա։ Մի անցներ օրը առանց Բենդեգոստեի փորձառություն ունենալու։ Անորոմար հաջող ցեզ մեխ ընտրածեմ, երբ արավոդյան գելես եւ աղոտքի գսկսիս եւ աղոտքիդ մեջս է ով դեր զիս Սուրբ Հոգիով լեցուր։ Խնդրե Սուրբ Հոգին որ կա եւ քեզ լեցնե։ Մենք ամեն օր անոր լեցնությանը գարիք ունենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Որովհետև Սուրբ Հոգին միայն իշխանություն ունի քո կյանքիդ մեջ կյանքիդ քիծերը փոխելու անձնավորությանդ մեջ բարեգարկություններ անելու գիտեք շատ անգամներ գլսեմ հավատացյալները ես այս բանը չեմ սիրեր ես այս բանը չեմ սիրեր ես այս բանը չեմ աներ այսպես գդրուկ որոշումներ գիտեք Սուրբ Հոգին այնքան ներքործող զորություն ունի այդ քուչը սիրածները սիրածի վերած է գիտեք անձնապես ես անաժանապար վկայություն մտամ երբ Սուրբ Հոգին լեցունությունը գսկայի կյանքիս մեջ դարիներ առաջ Ամերիկայի ես ընդհանրապես չեմ սիրեր երբ որ մեկը քեշ կհոդի քով գենամ եւ տրենի մեջ էի եւ հանգարց դեսա ուրացիկ մտավ եւ հազիվ ներս մտավ ըսկացի որ շատ քեշ կուդեր Սուրբ Հոգին իսավ ինձ գիտեք քնա այս անցին քով գեցիր չեմ սիրեր ես այդ քեշ հոդը առնել չեմ սիրեր Սուրբ Հոգին իսավ քնա անցին քով գեցիր կացի քովը մոդեցա եւ քով գեցա չեմ սիրեր ով դեր ես քեզի սիրել գուտամ Երբ որ Սուրբ Հոգին քու կյանքիդ մեջ գսկսի կործելու, քեզ սիրել գուտա շատ մփաներ, որ չես սիրել, եւ քեզ չսիրել գուտա շատ մփաներ, որ գսիրես։ Հալելույա։ Օ հալելույա։ Սուրբ Հոգի ներկայությունը դաստեղ Թող զորեղ գերբով կործե ո Սուրբ Հոգի այս արավոտ այս դեր վերնադան մեջ սիրելի եղբայրներուս եւ սիրելու քույրերուս կյանքի մեջ որտեւ քու նպատակը դեր մեզ զորությունով լեցնես եւ քու նպատակը դե որ մեր կյանքերը փոխվին ինչպես աշակերտներուն եւ քու նպատակն է որ մեզ բարգեւներով օծես եւ բարգեւներով հարստացնես քու եկեղեցիդ գադարյալնես գուզենք դեր թեպի գադարելություն երթալ Սուրբ Հոգի առանց քեզի կարող չենք այս մեկը ունենալու Եթե գսկաս որ Սուրբ Հոգին գարիքը ունիս եթե նկատեցիր որ թուն երեք այս թեփքերում մեջ են չէ ես պետք ունիմ Սուրբ Հոգին ես պետք ունիմ անպայմանորեն պետք ունիմ ես գուզեմ փոխվի իմ կյանքս ես չեմ ուզեր որ հին մարդը իմ կյանքիս վրա դիրող անձնավորություն ալա գուզեմ նոր մարդը գիտությունով նորոգված իր ստեղծողին պատկերին պես ինչպես Արաքյալ գսե այն նոր մարդը իմ մեջս կործե որուն դերը ղեկավարը Սուրբ Հոգին է հալելույա Սուրբ Հոգին գրնա քու կյանքիդ մեջ շատ բաներ օգնե քեզի որպեսի փոխվիս Խնդրե այս բանուն Սուրբ Հոգին Միսեր ես շատ ունիմ Ես շատ ունիմ եղբայրն ազո Փառք Աստծո դերը օրհն է շատ ունիս ավելի ունեցիր Որքան ունենաս Սուրբ Հոգին լեցունությունը այնքան լավ է քեզի համար եւ այնքան քու կյանքիդ մեջ փոփոխություն կլա ինձի ցույց տուր քու կյանքդ ասեմ որքան Սուրբ Հոգիով լեցված ես
Միցցներ ինձ բարգևներդ եւ որբեսի հսեմ որ Սուրբ Հոգիով լեցված ես։ Ցույց տուր ինձ քու գյանքիդ փոփոխությունը եւ այն ադենսեմ Սուրբ Հոգիով լեցված ես։ Մենք երբեմն աս երկուքի մեջ միքս կնենք։ Հալելույա։ Հալելույա։ Եգուրով Սուրբ Հոգի ասված ես։ Եգուրով զորության ասված ես քու նոր եւ թարմ յուղդ դեր թող այս եղբայրներուս եւ քույրերուս վրա այս արավոտ հանգչեցուր ով դեր քու ներգայությունդ օձե դեր յուրաքանչյուրը նոր եւ թարմ յուղով ինչպես Ահարոնին կուլխեն մինչեւ մորուկին ձայրը Եվ ապա մինչև սկեստին ձայրը դեր օձությանդ յուղը հոսեցավ, դեր հոսեցուր յուրաքանչյուր քրոջս եւ եղբորս կյանքին վրա, նոր եւ թարմ օձության յուղը։ Որբեսի դեր գարիկներ լեցնելու հետամուտը լանք, որբեսի դեր վգայության քաչությունով թակավորությունը տարածենք Հալածանքն ու անհամար հանքը մեզի համար բադիվ նկատելով որբեսի դեր ճշմարտախոսությունը մեր դեր կյանքին սկզբունքը լա Բահե մեզ ամեն սուտ լեզվե բղձաշրթունք լեզվե ով դեր Սուրբ Հոգի ասվածս Թող փառքդ ներկա ալլա եւ յուրաքանչյուրը լսնե այս արավոտ Շնորհակալ եմ քեզ ով դեր Thank you Holy Spirit Oh hallelujah Thank you Holy Spirit Արիթ դուր որ Սուրբ Հոգին Մատնանշեք յանքիդ մեջ կարգ բաներ որ պետք ունիս տեսնելու Գիտեք Սուրբ Հոգին այս պահուն քեզ հետ կխոսի Սուրբ Հոգին այս պահուն ցույց կտա քեզի Եվ գսկամ որ Սուրբ Հոգին գուզե այս խոսքը քեզ ասեմ Կմտահոգվիս, եթե այս ապրելագերբը ապրիս, շատ մպաներ պիտի գործընծնես։ Սուրբ Հոգին գսե, ես քու ապավենը դեմ։ Ես քու հոգադարը դեմ։ I'm your provider։ Ես պիտի լեցնեմ քու պետքերդ իմ ջոհությանս չափով։ Եթե պետք է խոստովանիլ քույրս, եղբայրս։ Թույլ տուր որ Սուրբ Հոգին ամբողջական ներկայությունը քու դաջարիդ մեջ դեղ գրավե։ Հանգչի նստի կահուն վրա եւ թակավորե։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ ենք Հայր որ Սուրբ Հոգին մեզ ղրգեցիր, խոստումը ղրգեցիր, շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ դու կացիր, որբեսի Սուրբ Հոգին կա, շնորհակալ եմ Սուրբ Հոգի, որ այսօր մեր մեջն ես, եւ մեր դաջարներու մեջ կփնագիս, փառք եւ բադիվ, Հորը, Որդվույն եւ Սուրբ Հոգին։ Եկեղեցին գսե, նոր կյանքը գսե Ամեն եւ միշտ ամեն շնորհքը ձեր բոլորին